Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Տիրանայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք Ալբանիայի մայրաքաղաքում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Մինչ գագաթաժողովը վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է ոչ միայն Հայաստան-Եվրամիություն օրակարգին, այլև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը գումարվում է արդեն 6-րդ անգամ։ Այն առաջին անգամ գումարվեց 2022-ին Պրահայում։ Հենց այդ շրջանակում էր, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 3 տարի անց, երբ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթաժողովին մասնակցելու համար Ալբանիայի մայրաքաղաքում են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը։ Բայց տեքստը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո Բաքուն նոր պահանջներ է ներկայացնում, ձգձգելով գործընթացը։ Համաձայնագիրը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ են մեկ վայրում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Եվ սա առիթ էր, որ երկու երկրների բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեն իրար։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Ընդամենը մեկ օր առաջ վարչապետը ոտքի վրա պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին անդրադարձել էր Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու Մինսկի խմբի լուծարման հարցերին, որոնք բարձրացրել է Ադրբեջանը։ Ադրբեջանը բարձրացնում է երկու հարց, դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, այդ օրակարգը մեզ համար ընդունելի է։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը անկեղծ է, իր տարածքում հակամարտության փակումն ու այն Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխումը չէ։ Դրա համար մենք առաջարկում ենք համաձայնագրի ստորագրումը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով դիմել է անել միաժամանակ։ Անդրադառնալով սահմանադրությանը վարչապետը հետևյալն է ընդգծել։ Մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք, թե ինչ հարցեր է բարձրացնում Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ մեր այժմյան սահմանադրության մեջ չկան հարևանների տարածքների նկատմամբ հավակնություն պարունակող կետեր։ Դա իրավական հաստատուն փաստ է եւ դա շատ կարեւոր է։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև խաղաղության պայմանագրի հոդվածներին է հղում արել։ Արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ եւ հստակ գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ Ալմաթիի հռչակագրի։ Դա նշանակում է անկախ Հայաստան խորհրդային Հայաստանի սահմաններով եւ անկախ Ադրբեջան խորհրդային Ադրբեջանի սահմաններով։ Մենք էլ ունենք անհանգստություններ, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ կան, բայց մենք այդ հարցը Ադրբեջանի նման չենք բարձրացնում։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրով այդ հարցը լուծված է։ Ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները վարչապետը քննարկել է նաեւ Եվրոպացի գործընկերների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։ Եվրամիության ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Կառավարության հաղորդագրության համաձայն եվրոպացի պաշտոնյաները ընդգծել են Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը։ Անդրադարձ է եղել նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծին։ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը եւ կարեւորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Այդ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերը։ Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են եւ կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացնելու կարևորությունը։ Ավելի ուշ թե խաղաղության համաձայնագրի, թե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների թեման վարչապետը քննարկել է նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն նրանք կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը ի նպաստ տարածաշրջանում կայունության ու համագործակցության։ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության համատեքստում էլ նրանք գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից եւ նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։
Տիրանայում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։ Մասնավորապես կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ այդ ուղղությամբ շարունակական ու հետեւողական քայլերի իրականացումը։ Նախագահ Մակրոնը ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին, նշելով, որ կայունությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է նաև ապահովելով Եվրոպայի անվտանգությունը եւ ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը թեմայով քննարկմանը։ Այն անցկացվել է փակ ձևաչափով։ Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի եւ Սլովակիայի վարչապետները, Հունաստանի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Ասիայում կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը, այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում, մեր հարևան պետություններում եւս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտեմ Երկանյանի հետ։ Արդյոք կրկին Չինաստանից սկսվեց։ Այդ թվում նաև Չինաստանի, մասնավորապես ափամերձ շրջաններում է տարածված այժմ կորոնավիրուսը եւ Հոնկոնգում ամենաբարձր ցուցանիշներն են։ Բացի այդ, մեծ աճ է նկատվում Թայլանդում, Սինգապուրում։ Bloomberg գործակալությունը տեղեկացնում է, որ իշխանությունները դիմել են քաղաքացիներին կոչ անելով կրկին դիմակներ կրել եւ վերսկսել զանգվածային պատվաստումը, իսկ նրանց, ով արդեն պատվաստված է եղել, առաջարկում են վերապատվաստվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հոնկոնգում 30 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սինգապուրում օրեկան ավելի քան 130 մարդ է հոսպիտալիզացվում, մահացության ցուցանիշները ավելի ցածր են։ Թայլանդում վերջին 4 ամսվա ընթացքում ավելի քան 55,000 դեպք է արձանագրվել եւ տասնյակ մահացածների մասին է խոսք գնում։ Լաոսում եւս աճ է նկատվում, իդեպ Լաոսի նախագահը ինքն էր հիվանդացել կորոնավիրուսով, ինչի հետևանքով չէր կարողացել Մոսկվա ժամանել այդ շքերթին մասնակցելու համար։ Ամենատարածված շտամերն են LF7 եւ NB18-ը։ Նույն սիմպտոմները ունեն, ինչ ավանդական այդ կորոնավիրուսներ՝ կոկորդի ցավ, գլխացավ, բարձր ջերմություն, հազ, իսկ LP81 շտամը աշխարհի արդեն 23 երկրում է արձանագրվել, մասնավորապես նաև Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ նաև Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում վերջին 3 ամսվա ընթացքում այդ շտամի դեպքերը 60%-ի աճ են արձանագրում։ Բացի այդ, չինացի վիրուսոլոգները նոր կորոնավիրուսի տարբերակ են հայտնաբերել, որը իդեպ կրկին չղջիկից է առաջացել եւ կարող է տարածվել նաև մարդկանց վրա։ Արդյոք վերջին 2-3 տարիներին անընդհատ ես հիշում եմ բռնկումներ եղել են եւ եթե ամեն ինչ լուրջ է, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է արձագանքեր։ Դե 23 թվականին միջազգային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց, որ այլևս պանդեմիայի ռեժիմ չկա, այս նոր բռնկումը գնահատում է առայժմ ոչ որպես գլոբալ, բայց կոչ է անում չափազանց զգուշավոր լինել եւ համագործակցում է մասնավորապես Ասիայի պետությունների ղեկավարների հետ այնպես լոկալիզացնելու նպատակով, բայց վերջերս առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գոբրեոլոսը հայտարարել էր, որ պանդեմիայի գլոբալ վերսկսումը անխուսափելի է։ Մեջբերեմ նրա խոսքերը, ուշ թե շուտ կրկին նոր պանդեմիա տեղի կունենա եւ դա տեսական ռիսկ չէ, այլ վստահություն։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Հիշեցնեմ, առողջապահության միջազգային կազմակերպության տեղեկությունների համաձայն այդ պանդեմիայի արդյունքում մոտ 20 միլիոն մարդ էր մահացել մոլորակում եւ հիվանդությունը տնտեսությանը հասցրել է ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս։ Իսկ տեղյակ ես Հայաստանում ինչ ցուցանիշներ կան։ Հայաստանում բարեբախտաբար ոնց հասկանում եմ որևէ աճի մասին խոսք առայժմ չկա,
վերջին այսպես հնչեղ դեպքը կորոնավիրուսային ինֆեկցիայի տեղի էր ունեցել 5 ամիս առաջ, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմն էր տեղեկացրել, որ երկրի ղեկավարը կորոնավիրուսային ինֆեկցիա է տանում, ինչի հետևանքով չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում անցած այդ ԱՊՀ գագաթնաժողովին, բայց ոմանք կարծում են, որ դա քաղաքական ինֆեկցիա էր, բայց վտանգը նրանում է, որ արդեն մեր հարևան պետություններում կորոնավիրուսի հիվանդությանը աճի տենդենց է նկատվում, իսկ Իրանում անգամ կտրուկ աճի մասին են խոսում։ Բացի այդ, գիտենք, որ Հայաստանի տուրիստական գործակալություններից շատերը տուրիստական տուրեր են կազմակերպում դեպի Թայլանդ, ուր ամենամեծ ցուցանիշներն են այժմ կորոնավիրուսի, վերջին շաբաթների ընթացքում 16 զոհ է արձանագրվել այդ երկրում, դա եւս կարող է այսպես ռիսկի տար իր մեջ պարունակել։ Մեր մյուս հարևանների մոտ ինչպիսին է վիճակը։ Ասացի, որ Իրանում աճը արդեն բավական մեծ է, 4 օր առաջ Իրանի արտգործնախարարի տեղակալ Ալիռեզա Ռայիսին հայտարարությամբ հանդես եկավ եւ հայտարարեց, որ կորոնավիրուսի այդ նոր ալիք է բարձրանում երկրում, կոչ արեց դիմակներ կրել, պատվաստումներ անել եւ դիմեց լրատվամիջոցներին եւ կրոնական կազմակերպություններին առաջարկելով տեղեկատվական արշավ սկսել բացատրել մարդկանց այդ վտանգի մասին։ Մեր մյուս հարևանը Ադրբեջանը աշխարհում կարծեմ միակ պետությունն է, ուր դեռևս գործում է կորոնավիրուսային կարանտինային ռեժիմ, բայց դա իհարկե այսպես քաղաքական մոտիվացիա ունեցող երևույթ է, քանի որ այդ ռեժիմը հնարավորություն է տալիս Ադրբեջանի իշխանություններին փակ պահել ցամաքային սահմանները, ինչը հնարավորություն է տալիս իր հերթին զսպել արտաքին ազդեցությունը։ Բայց չնայած դրան Ադրբեջանում եւս աճում է կորոնավիրուսի ինֆեկցիան, մասնավորապես տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 13-ին կորոնավիրուսով է հիվանդացել Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջինուն Մամեդովը։ Վրաստանում աճի մասին տեղեկություն առայժմ չկա։ Շնորհակալություն, Արտյոմ։ Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այս օրերին նշվում է թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը։ Այսօր առավոտյան ժամը 11-ից մինչև կեսգիշեր թանգարանները կգործեն անվճար, իսկ վաղը թանգարանների միջազգային օրը մուտքը ազատ կլինի հիմնական ցուցադրության ժամերին։ 1977 թվականին թանգարանների միջազգային խորհուրդը նպատակ ուներ ստեղծելու մի օր, որը հնարավորություն կտար ամբողջ աշխարհում ընդգծել թանգարանների նշանակությունը, ոչ միայն պատմությունը պահպանելու, այլև ներկան ձևավորելու եւ ապագան կրթելու հարցում։ Այսպես էլ ստեղծվեց թանգարանային միջազգային օրը։ Եթե սկզբնական փուլում այս նախաձեռնությանը միանում էին մի քանի տասնյակ երկրներ, ապա այսօր այն վերածվել է համաշխարհային շարժման։ Ավելի քան 150 երկրում գործող շուրջ 30,000 թանգարաններ։ Դրանից ուղիղ 20 տարի անց էլ 1997 թվականին Բեռլինում առաջին անգամ տեղի ունեցավ թանգարանային գիշերը։ Այս տարի երկու իրադարձությունները կհաջորդեն իրար։ Շաբաթ օրը մայիսի 17-ին կանցկացվի թանգարանային գիշերը, հաջորդ օրը թանգարանների միջազգային օրը։ Մշակույթը դիտում ենք որպես ինքնաբավ ոլորտ։ Դա ոլորտ է, որը հանրային զարգացման եւ նաեւ տնտեսական զարգացման հարցում ունի էական նշանակություն։ Պետք է նշեմ, որ 2024-ի ավարտի դրությամբ մենք մեր թանգարաններում ունեցել ենք ավելի քան ուրեմն 1,245,000 այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ են, եւ սա կարեւոր է, որովհետեւ թանգարանները նաեւ զբոսաշրջության զարգացման շատ էական մասնակից են։ 2024 թվականը հայկական մշակութային կյանքում կարևորվեց։ Բրիտանական թանգարանից Հայաստան բերված Անահիտ Աստվածուհու բրոնզաձույլ արձանի 6 ամիս տևած ցուցադրությամբ, որը դարձավ ռեկորդային իր այցելությունների թվով։ Այս տարի եւս կլինեն համագործակցություններ միջազգային թանգարանների հետ։ Դրանցից մեկը կլինի սեպտեմբերին Լուվրի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը թանգարանային կյանքում կարևորեց էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ստեղծումը, իսկ առաջիկայում նաեւ համակարգում կներդրվի հուշանվերների առցանց խանութը։ Սա նաև հանրահռչակում է թանգարաններին եւ լրացուցիչ առիթ դարձնում ուրեմն ունեցածդ ուրեմն հուշանվերի հետևից գնալ եւ թանգարան եւս մեկ անգամ այցելել եւ կարծում եմ, որ սա մի ուղղություն է, որի մասով մենք շատ ավելի ակտիվ ենք առաջիկայում աշխատելու։ Ծրագրով նախատեսված է թանգարաններում ավելացնել սրճարաններ, որտեղ այցելուները կկարողանան հանգստանալ, խորհել, վայելել ցուցադրությունը։ Իսկ թանգարանների մարքեթինգով կզբաղվի մշակույթի զարգացման հիմնադրամը։ Այս շրջանակներում արդեն որոշ թանգարաններ ռեբրենդինգի են ենթարկվել։
Հավատում ենք, որ այս ձևաչափով թանգարանը իրոք ամբողջությամբ այլ բովանդակություն է բերում։ Նոր ձևաչափը թանգարանի, որը նաև իրականացվեց անցյալ տարի, մեր նոր կոնցեպտը կտեսնեք, գլոբալ կոնցեպտը, հենց նրա մասին էր, որ թանգարանը դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները, որտեղ մարդուն տրվում է այդ հետաքրքիր փորձառությունը։ Տարվա կարևոր հոբելյաններից մեկը Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Այս առիթով թանգարանը եւս նոր շունչ է առելու այցելուների առաջ իր դռները բացելու է նոր ցուցադրությամբ։ Թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ։ Թանգարանի աշխատողները նվիրյալներ են։ Այս խոսքերը մամուլի ասուլիսի ընթացքում մեկ անգամ չէ որ հնչեց։ Նախարար Անդրեասյանը հայտնեց, որ պետք է թանգարանի աշխատակիցների գործը գնահատվի եւ արժեվորվի։ Միջոցառման ավարտին Հայաստանի տարբեր մարզերի թանգարանների աշխատակիցներ արժանացան շնորհակալագրերի, պատվոգրերի ու ոսկե մեդալների։ Հսկայական աշխատանք։ Մի ման կարող եմ ասել, թանգարանի աշխատողը պիտի լինի նվիրալ։ Եթե չեղար նվիրել, թանգարանը չի լինի։ Ուղղակի չի լինի։ Նվիրվեի, սիրես, անես ջերմությամբ, որը մենք մեր թանգարանում անում ենք։ Նշենք, որ մայիսի 17-ին առավոտյան 11-ից մինչև կեսգիշեր թանգարանները կլինեն բաց ու անվճար, իսկ կիրակի աշխատանքային ժամերին թանգարանները կընդունեն իրենց այցելուներին։ Տիպսիմե Ավակյան, Հայկ Սուքասյան, Հորիզոն։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։